Մակերեսով ամենամեծ երկիրը, որը միաժամանակ միջուկային գերտերություն է եւ ունի աշխարհի ամենախոշոր բանակներից մեկը, արդեն մոտ 4 տարի է, ինչ չի կարողանում գրավել իրեն համեմատ փոքրիկ Ուկրաինային ու հաղթել խամաճիկ ծաղրածու Զելենսկուն, տալով 100 հազարավոր զոհեր եւ վիրավորներ, այդ ընթացքում նաեւ քայքայելով իր տնտեսությունը։ Այն խրվել է ճահիճի մեջ եւ չի կարողանում դուրս գալ։ Իսկ մեզ փորձում են համոզել, թե հենց այս նույն պետությունն է, որ իբր 80 տարի առաջ, երբ համեմատաբար շատ ավելի վատ վիճակում էր, միայնակ կարող էր հաղթել Գերմանիային առանց արևմուտքի ֆինանսական, ռազմական եւ ռազմավարական հսկայական աջակցության։ Դա բացարձակ անհեթեթություն է եւ ռուսները դա շատ լավ էլ գիտեն։ Ռուսական բանակի ռազմավարությունն ու կազմակերպվածությունը խայտառակությունն են, որի միակ ուժը նրա քանակական առավելությունն է եւ այն, որ թքած ունի սեփական զինվորների կյանքի վրա։ Այս պատերազմը բացահայտել է, որ Ռուսաստանի ռազմական հզորությունը հիմնված է ավելի շատ պատրանքների վրա, քան իրականության։ Վլադիմիր Պուտինը շատ լավ գիտի, որ իր երկիրը հայտնվել է ծայրահեղ վտանգավոր վիճակում։ Թուրքիան նույնպես պակաս տագնապալի իրավիճակում չէ, քանի որ այնտեղ եւս տարեստարի անկում է ապրում տնտեսությունը։ Բոլոր նշանները ցույց են տալիս, որ նեոբոլշևիկյան Ռուսաստանի Դաշնությունը ներսից փլուզվելու է, ինչպես Խորհրդային Միությունը փլուզվեց խորհրդա-աֆղանական պատերազմի ավարտից հետո։ Մահամերձ ռուսական կայսրությունը, որը 3 տարի հետո նշելու է իր 300-ամյակը, ապրում է իր վերջին տարիները, քանի որ կայսրությունները սովորաբար 3 դարից ավել չեն գոյատևում։ Նրա վերջնական փլուզումն ավելի դաժան է լինելու, քան ցարական Ռուսաստանի եւ սովետի փլուզումները միասին վերցրած։ Այդ կործանումը, իհարկե, սկզբնական փուլում մեծ քաոս եւ ցնցումներ կառաջացնի նաեւ մեր երկրում, քանի որ այս հետսովետական խամաճիկային նեոբոլշևիկյան հանրապետությունը ցավոք գրեթե բոլոր առումներով կախված է մնացել այն նողկալի կայսրությունից։ Սակայն հայ ազգայնականների պատասխանատվությունն ու պարտականությունն է այդ գալիք ճգնաժամը որպես պատմական հնարավորություն ճիշտ օգտագործել, որպեսզի մեր երկրում քաոսի փոխարեն կերտվի իրական ազգային պետություն, որը կհաստատի կարգ ու կանոն, բացելով նոր եւ փառահեղ էջ մեր պատմության համար։ Ջորջ Օրվելի հետևյալ խոսքերը շատ տիպուկ են։ Կայսրությունները պահպանվում են ոչ թե ուժով, այլ պատրանքով։ Երբ պատրանքը վերանում է, կործանվում է կայսրությունը։